անկեղծ կասեմ, մեր թիմի համար այս դժվար ճանապարհին ամենահաճելի եւ ամենասպասված դրվագներն են լինում մեր մարզային այցելությունները։ Մեզ համար միշտ կարևոր է լինում մարզային բնակչության հետ շփումները, իրական շփումները, որի արդյունքում մենք կարողանում ենք վերհանել խնդիրները եւ գտնել դրանց լուծումները։ Եվ հենց այդ առաքելությամբ է այսօր բացվում այստեղ մեր գրասենյակը։ Հավատացեք, որ մեր բռնած ճանապարհը այդքան էլ հեշտ չէ։ Մեր հակառակորդ կողմը հեշտ չի գնալու, բայց մենք էլ մեր ոտքը դնում ենք գազին ու տալիս ենք մինչև վերջ, մինչև ուժեղ հաղթանակ, մինչև ուժեղ եւ բացարձակ հաղթանակ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչին։ Մենք պատրաստ ենք այն բռնաճնշումներին, որ մեր նկատմամբ արդեն իսկ սկսվել են։ Մի փոքր պատմություն պատմեմ, երբ որ ոստիկանները եկել ու տարել են մեր սիրելի Գոհար Ղումաշյանին, եւ մենք Բաքուն կանգնած սպասում էինք նրան, քննարկում էին ու մեր թիմակիցները կատակով ինձ ասում են՝ «Հն Արեգա, հաջորդը դու ես»։ Ես էլ ասում եմ, եթե տնային կալանքի մասին է խոսքը, ապա երևի առաջինը իմ ամուսինն է միջնորդելու, որ ինձ տնային կալանք տան, միակ տարբերակն է ինձ տանը պահելու, եւ սա իրակպես այն ուղերձն է 24/7 ռեժիմով, ինչպես որ մեզ հորդորում է մեր թիմի ղեկավար Սամվել Կարապետյանը, աշխատում ենք 24/7 ռեժիմով, որպեսզի հասնենք հաղթանակի եւ Հայաստանը դառնա ուժեղ։ Սիրելի հրազդանցիներ, սա շատ վաղուց քաղաքական պայքար չէ, սա արժեքների պայքար է։ Պայքար է հանուն նրա, որ ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանի կենտրոնում խորովածի հոտ չգա։ Պայքար է նրա համար, որպեսզի մեր եկեղեցիները երբ ավերվում են, քար լռություն չլինի։ Պայքար է հանուն նրա, որպեսզի 300,000 ադրբեջանցի չգա ու կոնկրետ Հրազդանում չբնակվեն։ Ես որպես երկու զավակների մայր պատրաստ չեմ նրանց հետ միասին ապրել եւ նրանց նույն գործողությանը պատրաստ չէին մեր տղաները, ովքեր իրենց կյանքն էին զոհել հանունա, որ այդ օրը չգա։ Եվ մենք բոլորով ասում ենք ոչ այդ process-ին, որը որ ընթանում է։ Ընդ որում ասեմ, որ մինչ օրս, ինչքան որ մենք բարձրաձայնում ենք այս խնդրի մասին, գեթ մեկ իշխանավոր չի հերքել այդ փաստը, չի ասել, որ 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման հարց բանակցություններում արկա չէ, չեն հերքել այս փաստը։ Հետևաբար, մենք դեմ ենք, որ Հայաստանը վերածվի Ադրբեջանի, մենք դեմ ենք, որ Հայաստանում իշխեն ադրբեջանական կարգերը, եւ հետևաբար մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան կառուցելու, հայկական արժեքներով Հայաստան կառուցելուն։ Ես գիտեմ, որ 23 թվականից հետո այստեղ են վերաբնակեցվել բազմաթիվ արցախցիներ։ Ես այստեղ տեսնում եմ նաև իմ դասարանցիներին, իմ հարևաններին, իմ բարեկամներին եւ անգամ մի փոքր հուզվում եմ, իմ նախորդ կյանքից հիշողություններն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ձեր ջերմ ընդունելության համար։ Իսկապես սրտանց շնորհակալություն ձեզ հրազդանցիներ, որ թիկունք եք կանգնել մեր հայերին, մեզ բոլորիս։ Գիտեք, վերջին հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանի հետ նաև երբ որ իր խոսքում շնորհակալություն էր հայտնում բոլորին, նաև նշեց, ասում է, իր ընտանիքի անդամներին շնորհակալություն հայտնեց, բայց նաև ասեց, որ առհասարակ ընտանիքի անդամներին ճիշտ է շնորհակալություն չեն հայտնում։ Ես էլ որ դիտարկում եմ մեզ հայ ազգին որպես մի մեծ ընտանիք, գուցե պետք չի շնորհակալություն հայտնել, բայց ես անհատապես Արեգա Հովսեփյանը շնորհակալություն է հայտնում ձեզ։ Եվ վերջում, մենք արցախցիներս դառնացած ենք եւ պարբերաբար լինում են, երբ որ մեր աշխատանքային առօրյայում Նարեկ Կարապետյանը հոգատար կերպով ինձ հարցնում է, խո չես նեղացել ինչ-որ մի բանից կամ ինչ-որ սենց իրավիճակներ են լինում,
Դառնացած պատասխանում եմ, ասում եմ, դե ես աշխարհից եմ նեղացած։ Իսկապես, մենք աշխարհից ենք նեղացած, դառնացած ենք, որովհետև դեռ ցավում է, չի մարում, չի հանգում։ Եվ մեկ-մեկ գուցե եւ չոր ենք պատասխանում, մեկ-մեկ գուցե անտեսում ենք, մեկ-մեկ գուցե լավ չենք պատասխանում, ներող եղեք, որովհետեւ կյանքն է դարձել այդպիսին, բայց մենք մեկն ենք եւ ուզում եմ, որ մեկ գաղափարի շուրջ հավաքվենք, մեկ նպատակի շուրջ, որը որ աներկբա է, այս փոքր մանր-մունր հարցերը եկող գնացող են, պետք է ունենանք մեկ ուժեղ Հայաստան։ Սիրելի հրազդանցիներ, այս պայքարը իմ անձնական պայքարն է։ Ես ունեմ շատ նեղ, խիստ անձնական հաշիվներ մաքրելու։ Այս իշխանությունները ինձ եւ ձեզ արժանապատվություն են պարտք։ Եվ այս արժանապատվությունը մենք վերականգնելու ենք Սամվել Կարապետյանի հետ։